Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Ես էլ եմ ուրախ այստեղ լինելու, շնորհակալություն հրավերի համար, գնացինք, ամփոփում ենք, տեսնենք ինչ է տեղի ունեցել։ Տոքսիկ մթնոլորտ է Հայաստանի Հանրապետություն, ասում են շատերը, անգամ հակագազերով ֆլեշմոբ է նախապատրաստվում անցկացնել Երևանի փողոցներով, նկատի ունենալով օդի աղտոտվածության հարցը։ Այս մասին խոսենք, բայց նաև ասում են տոքսիկ մթնոլորտ է Հայաստանի Հանրապետությունում, նկատի ունենալով հասարակության միջև փոխհարաբերությունները, մասնավորապես նաև մատնանշելով իշխանություններ, ուշադրություն ոչ թե մի շարք հոգևորականներ, այլ իշխանություններ եկեղեցի փոխհարաբերությունները։ Այստեղ ոչ միայն տոքսիկ են կոչում փոխհարաբերությունները, այլ անգամ պատերազմական են կոչում, ասում են պատերազմ է իշխանությունների եւ եկեղեցու միջև։ Համաձայն է կարծոք այդ ձևակերպումների հետ եւ եւս մեկ փոքրիկ դիտարկում, ինչ են խոսում այս ամենի մասին, ասում են, որ իշխանություններ եւ եկեղեցի այս հակամարտության, որը պատերազմ են կոչում, հետևում կանգնած են այլ երկրների ուժեր, ընդ որում իշխանություններին դրդում են այլ ուժեր, եկեղեցու կամ հոգևորականներին դրդում են այլ ուժեր։ Արդյունքում տոքսիկ մթնոլորտ է ձևավորվում Հայաստանում, պատերազմական, քաղաքացիական պատերազմ չէ, բայց պատերազմի հոտ է։ Եթե վերջի ձևակերպումները չլիներ, ես կարող եմ նույնիսկ համաձայնել։ Ինչ վերաբերվում է օդի աղտոտվածությանը, ապա ես եկեք ասում բան չանեմ, անիմաստ համեստություն չանեմ, այդ թեման ես բարձրացրել եմ դեռևս 23 թվականի ընտրությունների ժամանակ, քաղաքապետարանի բազմիցս ձեր եթերներում ասել եմ, Գերմաներ փոշու մասին, որը բան հիմա ուղղակի բժշկական հետազոտություններ են եկել, ընդ որում այն ժամանակ դեռևս չէին չափում, հիմա մի 4 տեղ չափում են, իսկ պետքա չափվի Երևանի պարագայում առնվազն մի 10-12 հազար կետում, որպեսզի մենք խոսենք դրա մասին, որ իրոք այսպես է թե այնպես։ Այո, փոշին այս վերջերս լրատվականներից մեկով նաև մասնագետներ բժիշկներ խոսեցին, որոնք ակնարկեցին, որ թոքի քաղցկեղի առաջացման պատճառների գլխավոր պատճառը օդի աղտոտվածությունն է, նաև սրտանոթային հիվանդությունների, նաև ընդհանուր ասթմայի, նաև մանուկ հասակում երեխաների հիվանդությունների ինչը ակնհայտ է, ինչի մասին ես խոսել եմ շատ վաղուց, որը որ մտած է մեր Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի ծրագրի մեջ, որպես ոչ միայն որպես բնապահպանական, այլ նաև առողջապահական եւ մարդկային կապիտալի պահպանման ծրագիր, եւ սրա մասին ասենք դե վաղուց ես հիմա հասկանում եմ, որ մարդիկ այտենց կարող է խայպի ալիքի վրա այդ փրփուրներից բռնվելով փորձեն սա քաղաքական բան սարքեն, բայց սա չպետք է դառնա քաղաքական քննարկումների թեմա, սա աշխատանք է, ծանր աշխատանք է եւ աշխատանքը չպետք է վերածվի նրան, ինչի որ Հայաստանում վերածվում է ամեն ինչ, ինչին կպտնում են ընտրություններից առաջ նախկինները այդ թվում կպեն, այսինքն վերցնել, մատի փաթաթան սարքել, եկեք գրանք դպրոց կառուցենք, դասատու չկա, երեխեքի ծնելիությունը գյուղերում ցածր է, ծնվածները գնում են քաղաք, բայց մենք դպրոց կառուցենք, մանկապարտեզ կառուցենք, կարելի է դուրս գրենք։ Կառավարության մակարդակով որոշում կայացնենք, որ շինարարության ոլորտը գնում է եվրոպական ստանդարտի, բայց շարունակենք աճ փակել նրա վրա, որը հենց կառավարության քթի տակ, կառավարության շենքի քթի տակ տրամադրված տարածքներում, որոնք տրամադրված են շինարարության համար, որ ըստ մեր եւ նաեւ եվրոպական կանոնակարգի 30%-ը պետք է զբաղեցնի շինությունը, մնացածը պետք է լինի կանաչ տարածքներ, միևնույնն է, մինչեւ վերջի սանտիմետրը շենք են կառուցում, ասեմ ավելին, այդ կառավարության նոքյարները, որտեղ իրանց արդեն աշխատող չի կարելի անվանել, նոքյարները սիրով հիպոթեկ են վերցնում եւ բնակվում են այդ կազարմեկնում եւ բաներում չգիտեմ, ախորը դա տուն չի։ Աղբյուրը օդի աղտոտվածության։ Օդի աղտոտվածության աղբյուրը կանաչ տարածքների պակասն է, անխնա շինարարությունը, որը ոչ մի նորմատիվին չի համապատասխանում ընդհանրապես, մասնավորապես ամենամեծ փոշու ստեղծողը մի պահ դեֆանսներ, որը չգիտես խի համարվում է էլիտար
աղտոտվածության պատճառը Երևանից դուրս գտնվող, բայց Երևանը սպասարկող գրավի եւ ավազի հանքերն են, մասնավորապես Երևանից հյուսիս ընկած տարածքում, Գեղամալարներից դեպի Երևան, այդ մեր քամիների հիմնական ուղղությունն է, որ այդ կողմից գալիս է, այնտեղ փորում են ընդհանրապես տիրություն չեն անում, Սևան գնալուց կարող եք տեսնել աճից զախել։ Դրած են, այդ փոշիները գալիս են Երևան։ Դրան լուծում, ուրեմն որպեսզի իրոք լուծում լինի, ոչ թե ոնց որ ասում են կաստիր փոքր լուծում, քաղաքապետը եւ քաղաքապետարանի աշխատողները, ինչպես նաեւ բոլոր շինարարական կազմակերպությունները քրեական հոդվածներով պետք է գնան, ամբողջական կոնֆիսկացիաներով 15 տարի առնվազն, որպեսզի այլևս ոչ մի պետական մարմին երբեք չհամաձայնվի դրան թույլտվություն տա եւ այդ շինությունը ընդունի։ Պետք է նույն հոդվածներով գնան կառավարության պատասխանատուները, էկոնոմիկայի նախարարության համապատասխան նախարարները, փոխնախարարները եւ ոլորտը կուրացանող փոխվարչապետը։ Դուք նշեցիք, որ չքաղաքականացնել, կարծում եք արդյոք, որ այս ալիքը դուք էլ մատնանշեցիք 23 թվականից եք դուք դա ասում, որում հենց այն ինչ նոր էլ ասեցիք եւ շատ ավելի շատ փաստեր էիք բերում, բայց հիմա է ընտրություններից առաջ է բերվում։ Կարծում եք արդյոք, որ այո, քաղաքական նպատակներով կարող է այս հարցը այսպես շոշափվի, լուծում չտրվի, բայց օգտագործվի քաղաքական նպատակներով։ Դե տեսեք, քաղաքական նպատակներով ասեմ խնդրեմ ունենա, քաղաքական եւ դու քաղաքական նպատակով ինչ որ հարց բարձրացնում ես, քաղաքականությունը դա մեղադրելով։ No, քաղաքականությունը մեղադրելու մասին չի։ Ստորակետներով Հասկանում եմ, բայց քաղաքականությունը մեղադրելու մասին չի։ Քաղաքականությունը կոնսենսուս գտնելու մասին։ Եվ երբ դու ինչ որ քաղաքական հարց ես բարձրացնում, դու գնում ես այդ հարցի շուրջ պայմանավորվելու։ Կան հարցեր, որոնք չպետք է դառնան քաղաքական դիսկուրսի, նախընտրական քաղաքական դիսկուրսի առարկա, ոչ թե քաղաքական, այլ նախընտրական քաղաքական դիսկուրսի, այդ որ եկեք բան հակնենք ու գնանք, այդ որ հակնենք ու գնանք, ինչ եք անելու, այսինքն դա պետքա վերածվի նրան, որ մարդիկ պետքա գնան իրանց, չգիտեմ, շղթաներով կապեն այդ բաներին, չգիտեմ, շինարարական տեխնիկային եւ թույլ չտան, որ դա լինի։ Դա պետքա վերածվի նրան, որ այդ շինարարական ընկերությունների սեփականատերերը պետքա ամոթ ապրեն ամեն օր, գնան սուրճ խմելու, իրանց մատուցողները ամոթանք տան։ Սրա մասին է խոսքը։ Եթե դա վերածվելու է, եկեք մենք հիմա սենց գնանք, հետո թուլափայի երկու տեղ գտնենք մեկի ցուցակում 25-րդ տեղով ու մենք դրա մասին խոսենք, բայց ընդհանրապես որ հետո մտնենք ազգային ժողով ու այդ տան մեջ հիպոթեկով տուն վերցնենք, դա խայտառակություն է։ Այսինքն խնդիրը, որը ես բարձրացնում եմ, այն ժամանակ հիմա ասենք որտեղից է, այն ժամանակ ինձ մի մանկական օնկոլոգիայի բժիշկ մոտեցավ։ Այսօրվա պես հիշում եմ մասիվում մոլում մի կին մոտեցավ, պարոն Սարգսյան, շատ կներեք, պետք է ասեմ, որ մանկական օնկոլոգիան մեզ մոտ ու պատճառը սա է, որտեղ ակնհայտ է, չէ՞ որ երեխաները, մանուկները չեն ծխում։ Ծծկեր երեխան չի ծխում։ Ինքը ուրիշ տեղից է բանը։ Եվ այդ ժամանակ ոնց լավ խորացա սկսեցի, արդեն այդ փոքր գերմաներ փոշու հետ կապված արդեն նայել էինք, բայց ես չգիտեի, որ այդքան խորն է։ Իսկ հիմա պարզվում է, որ դա հիմնական, ինչ եմ ես ասում, որ քրեական հոդվածներով պետքա գնան սրանք, որովհետև սա պետականորեն իրականացվող, նու, ինչ ասեմ, էկոցիդ է։ Բարի, տոքսիկ մթնոլորտը նաև Հիմա անդրադառնամ ձեր եկեղեցու, ձեր ասած եկեղեցու։ Հասարակություն, այն որ ինչի հետ, որ ես ընդհանրապես համաձայն չեմ։ Ուրեմն սա մտածածածի, լրիվ մտածված է, լրիվ ձևական բնույթ է կրում, լրիվ։ Բացատրեմ ինչու, որովհետև մարդիկ, ովքեր փորձում են Հայաստանի վրա ազդեցություն բանանեն, թող են ունենան։ Մեծ հավանականությամբ ընդ որում բանից հիմնականում Ռուսաստանից է խոսքը գալիս եւ ինչու ոչ նաեւ մեր տեղական բանը այդ ջենիուսները, որոնք նստած են փորձում են ինչ-որ մի կերպ նախընտրական թեմա սարքեն։ Եկեղեցին միշտ ունեցել է շատ բարձր վարկանիշ, ինչպես նաեւ բանակը Հայաստանում, այսինքն վստահության բարձր վարկանիշ։ Սխալմամբ մարդիկ, ովքեր Հայաստանը չգիտեն, իսկ Հայաստանը չգիտեն այդ հետազոտություններ պատվիրողները եւ շատ հաճախ անողները, որովհետեւ իրանք սոցիոլոգ չեն, իրանք ուղղակի անում են պատվերով, վերլուծությունն էլ Աստված գիտի ով է անում կամ թողում են ստեղին։ Տեսեք, երբ մենք ասում ենք, որ եկեղեցին բարձր վարկանիշ ունի, վստահություն կամ ինչ-որ բան,
Դրա տակ չի ենթադրվում ոչ մի իդեպ դա է, որ Նիկոլը կյանքում չի հասկանա։ Այն եկեղեցին, որը Հայաստանում ունի 80% վստահություն, դա Մասիս կամ Սիփան Լեռան պես մի բան է։ Դու դրան բան չես կարող անես, որտեղ ինքը ֆիզիկական չի։ Ռուսների համար, պրոռուսական ուժերի համար, որոնք ուզում են բան անեն այս թեման, վերացեն կամ Նիկոլը, որ ուզում է այս թեման վերացի քաղաքական վարկանիշի, իրանց մոտ շուտ պայքարը գնում է շատ շոշափելի, բայց հայերի համար այդ որ ասում են, որ եկեղեցին, ինչպես դա մինչև հիմա բանակը, այդ ուրիշ բան է։ Այդ կոպիտ ասած Սիփանն է, Կորիկոսն է, այդ Կիլիկիայի լեռներն են, այդ ինչ-որ սենց Տուրուբերանն է, այդ ստեղ չի, դու դրան բան չես կարող անես։ Այս բանը առնետների գզվրտոցը կամ ինչպես ասում էր Երջանիկայի շատակ Արմենը տերարիում единомышленников համախոհների տերարիում։ Այդ ասում են ինչ-որ թունավոր սարդեր, կարիճներ, բաներ, սենց օձեր ընկած այդ տերարիումի մեջ իրար ուտում են, այդ ուտեն, այդ ոչ մեկի ոչ մի բան է։ Հասարակության համար որ դուրս գաք փողոց։ Ես ես ուղղակի բան տենց խորհուրդ եմ տալ, ձեզ չէ, ձեզ։ Խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց, չէ, այն մարդկանց, ովքեր կյանքին նայում են նոր ստացված, մի վերջի մի 7 տարին ստացված պետական ավտոմեքենայի պատուհանից կամ մինչև այդ 10 տարի նայում էին քաղաքին այտենց։ Դուրս եկեք փողոց դուք կզարմանաք ինչքան մարդկանց ոտերին չի ձեր եկեղեցու մասին հեքիաթները։ Ինչպես նաև տարբեր կտրիչ-մտրիչների արածը։ Իրանք ընդհանուր առմամբ այսպես դիստանցիա են պահում, որովհետև դա իրոք տերարիում է։ Այսինքն դուք ասում եք դուրս եկեք այդ ձեր հարցրեք ուղղակի մոտեցեք մարդուն ասեք քեզ ինչ Facebook-ից էլ դուրս եկեք, հա երևի։ Facebook-ից առաջի հերթին Facebook-ի ալգորիթմն հենց է կառուցված, որ եթե դու 3 անգամ լայքում ես 1000 ներողություն մեր կրծքերով նկար, քեզ հետո սաղ կյանք մեր կրծքերով նշանակում է տոքսիկ մթնոլորտ ներսում չկա։ Ոչ։ Հասարակության մեջ չկա, հասարակությունը գերառողջ է։ Տոքսիկ մթնոլորտը ԿՊ-ում է, ռոբոսերժական իրանք նույնն են, ռոբոսերժական նոր ստեղծվող Մոսկվայից իրանց ձևով։ Այսինքն նախընտրական, կարելի է դա վերագրել նախընտրական շրջանի։ Չէ, նախընտրական չի։ Բա ինչին ենք վերագրում, որ իրենց մոտ ներսում են։ Տեսեք, թոքախտով հիվանդների պալատա։ Դա նախընտրական չի։ Նույնիսկ եթե ընտրություններ չլինի, իրանք տենց իրար վրա հազալու են։ Իրանք թոքախտով հիվանդ են, իրանք քաղաքական առումով մահատնում են արդեն։ Այդ պալատը պետք է փակես լամաջուի դիետա, որ դրան տակից մենակ լամաջուն է անցնում, այդ պետք է տանք փակեն կնդե իրանք իրար վրա հազան։ Եթե անցքն էլ շատ ցածր է, լամաջուի վերևը մնում է, լոշիկն է անցնում։ Լոշիկն է, հա։ Լավ, հաջորդ թեման էլի այս շաբաթ է եղել, դրա համար անդրադառնում եմ Փաշինյանի այցը Ղազախստան իհարկե եղել է, մենք խոսել ենք անցած շաբաթ։ Չէ, բայց հələ չէր եղել։ Բայց այն ժամանակ դեռ, այո, շատ բան մենք չէինք տեսել, շատ դրական են գնահատում ոմանք, ասում են, որ շրջադարձային էր, թուրքական աշխարհը հրաշալի է սկսել վերաբերել Հայաստանին, մյուս թևը մարդկանց, քաղաքագետների ասում են, որ Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, դա դեպի գնում է դեպի Թուրան եւ ճզմվել է այդ ասիական, կենտրոնական Ասիայի մասին է խոսքը, մի կողմից կենտրոնական Ասիայի, մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից Թուրքիայի, Հայաստանը ճզմված է եւ գնում է դեպի Թուրան։ Տեսեք, եթե Հայաստանը գնար դեպի Թուրան, Նիկոլը պիտի գնար Անկարա եւ Անկարայում ստանար շքանշանը։ Որովհետև իրականում Ղազախստանի եւ Թուրքիայի միջև գոյություն ունի բավականին լուրջ մրցավազք, թե Թուրանի գլխավորով է։ Մեկ-մեկ դրան նաեւ փորձում է մասնակցել Օրբանը, բայց ամեն դեպքում Ղազախները լրիվ տրամաբանոր են, լրիվ հիմնավորված։ Ասում են, որ կներեք, բայց Թուրքը մենք ենք։ Այդ ձեզ մենք 1000 տարի առաջ մոտարապես 970-ական թվականներին ոտերով տշելով լալել ենք, այդ Օղուզ, Սելջուկ, Մելջուկ, սաղիդ ռադ ենք արել, որտեղ դուք անբան բեդովլատ վազգեիք, ցեղեիք, փնթի ընդորում։ Լալել ենք ձեզ, որ ռադները քաշեք։ Հիմա այս ինչ եղավ, որ մեկ այդ բանը ձեր պապերին լալեցին, դուք եկաք մեր գլխին նստեցիք, յանի Թուրանը դուք եք։ Ոչ, Թուրանը դուք չեք։ Այդ իսկ պատճառով ի դեպ չասեմ, որ մեծ հաշվով
պարտվել է, բայց այդ գիծը Թուրանի գիծը թուլացել է Թուրքիայում, երբ թուրքական establishment-ը ուղղակի ապշած մնաց, որ Ղազախստան, Ուզբեկստան, Qırğızstանը եւ Թուրքմենստանը ճանաչեցին, ավելի չճանաչեցին, դատապարտեցին Հյուսիսային Կիպրոսը։ Եվ իրանք հասկացան, որ ոչ մի Թուրան գոյություն չունի։ Դրա համար բանն այն, որ փոխարինողը գաղափարապես դա Օսմանոնն է, Օսմանյան կայսրության գաղափարն է, որը եւ Էրդողանը իրականացնում է ուշադրություն Հալեպում, Սուրիայում եւ այլն, այսինքն ինքը գնում է դեպի Օսմանո այդ բանի շարունակությունը, ինչի մանդատը նաեւ ստացել է մանդատը որոշ տեղերից, մենք խոսենք նաև Ռոմի Պապի այցի, բայց ինքը փորձեց դրա մանդատը ստանալ Տրամպից, ինչու, որովհետև Տրամպին խիստ անհրաժեշտ Տրամպին որն է, Տրամպի պապաներին Թել Ավիվում անհրաժեշտ է, որ այդ հյուսիսային մասը հանգարց չանցնի արաբական բանի տակ, վերահսկողության տակ։ Իրանց պետքա արաբների համար օտար, բայց իսլամ ցանկալի Իրանը չի կարող լինի, Թուրքիան լավագույն տարբերակն է, որտեվ եթե ինքը անցնի Սուրիան եթե անցավ հետ արաբներին, իրանք ուղղակի Պաղեստինը բան կանեն, կվերականգնեն շատ արագ, այսինքն 4 կողմից Իսրայելը կլինի շրջապակված եւ կմնա ծովի հույսին, ամեն դեպքում վերադառնանք, գաղափարը որն է, Թուրանը, որը որ Ղազախստանն է, եւ Թուրքիան, որը որ Օսմաններն են, իրանք այդքան էլ բան չեն, հարմոնիկ չեն իրար հետ։ Իրանք իհարկե կարող են ցույց տալ, իրանք իհարկե փորձում են դա բան անել։ Թուրքիան փորձում է այդ փաստը օգտագործել աշխարհին ավելի ծանրակշիռ հանդես գալու համար, մի քիչ ավելի շատ փող գործելու, չգիտեմ, Կենտրոնական Ասիայի երկրները ժամանակ առ ժամանակ հիշում են այդ, որ իրանք այնտեղ Պոլսում մի հատ բան ունեն, կորած բարեկամ ունեն, որի շնորհիվ իրանք բան են անում, ծանրացնում են իրանց դիրքերը Չինաստանի կամ Ռուսաստանի հետ խոսելուց, բայց իրականում դա դիսհարմոնիկ վիճակ է, որովհետև ինչպես տրամաբանորեն ասում են մեր Ղազախ եղբայրները, հələ մեզ նայեք, թուրքը մենք ենք, ու մի հատ նայեք Էրդողանին։ Հայաստանը եւ ասիական երկրները Հայաստանը եւ կենտրոնական ասիական երկրները միշտ ունեցել են քիչ թե շատ նորմալ հարաբերություններ, միշտ, որովհետեւ այն աղբը, որը որ մեզ կոտորել է բան, իրանք շուտ են հասկացել, որ աղբա ու լարել են իրանց մոտից։ Նու Թամերլանին, Տիմուչինին հանած, հա, այդ Սամարղանդ բանի։ Ղազախստանի հետ հարաբերությունները ավելի շուտ էս ամբողջ բանը։ Իհարկե ինքը կարող եք դիտարկել որպես կամուրջ, նախ ասեմ անիմաստ, այդ այցը, այդ բանը, այդ լավը, ասեմ ձեզ, դա Ղազախստանի համար պակաս դրական բան չուներ, եթե Հայաստանում դա տենց են դիտարկում, Ղազախստանի համար դա Եվրոպայի հետ թևն է իրանց։ Թրամփի Միացյալ Նահանգների հետ եւս։ Միացյալ Նահանգները ոչ մեկին չեն հետաքրքրում հիմա։ Միացյալ Նահանգների նախագահան եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը անողնաշար բեդովլատ իր կաշառակեր տնփեսով եւ լրիվ դեբիլ վիթկոֆով, ես էլ խոսք չունեմ, լրիվ դեբիլ, ասենք մարդը աշխատում է ռուսական շահերը առաջ տանելով։ Դուք ուզում եք ասեք, որ Տրամպին ես պետք է լուրջ վերաբերվեմ, իր հատուկ բանը այդ, որ պետք է գաղտնի բանին գնա բանակցի, Գլմար ռուսներին ասում է, որ ռուսները ոնց Ամերիկային հագցնեն ու պտտացնեն։ Կներեք, ես դեբիլից բացի բարդ չունեմ, նույնիսկ Տրամպին դեբիլից բացի բարդ չունեմ։ Դա մենք խոսենք, երբ որ Ուկրաինայի թեման կբացատրենք, Ղազախստանը Եվրամիության հետ կապն է։ Չենք մոռանում, որ Մակրոնն էլ այնտեղ եղել եւ հատուկ ռազմավարական համաձայնություններ կան Եվրամիության հետ, Կայա Կալասն են այնտեղ, Կենտրոնական Ասիա Եվրամիություն առանձին ֆորմատ կա, որը ստեղծվում է, այս ամբողջը հետաքրքիր է, նաև Ղազախստանին։ Պետք չի դրան շատ մեծ նշանակություն տալ, ես իհարկե Նիկոլի փոխանակ չէի գնա, բայց ձեր այդ Նիկոլի համար ինչ-որ բան է, էլի, համ ԵԱՏՄ-ի է, մեծ հաշվով համ Պուտինին շատ չի նեղացնում, համ տենց ընդհանուր թուրքական աշխարհ։ Սենց ասեմ, ինքը անհույս է, իր տեղեկատվական աղմուկը, իր աուդիո բանը,
աղմուկը ավելի շատ է, քան հողի վրա ինչ որ մի Խոսքը բան է։ գնում էր այն մասին, որ ասացինք մնացել է այդ սեղմվել է դրանց արանքում, խոսքը գնում էր կլանվելու մասին, Հայաստանին կլանվելու։ Հայաստանը չի կարա կլանվի ոչ մի բանով։ Հասկանում եք, Հայաստանը կարան կոտորեն, կարան փորձեն կոտորեն, բայց 15 թիվը ցույց տվել, ինչ 15, մենակ 15, 1829 թվականից մինչև 2023 թիվ մեզ այս տարածաշրջանում կոտորում են, տենց ոնց որ չի ստացվում։ Եվ Եվրամիությանը, որ դուք կոչում եք, նույնպես դա երաշխիք է, որ միակ երաշխիքն է։ Եվրամիության հետ մեր հարաբերությունները միակ երաշխիքն է, որ հասկանում եք, այդ մենք իրականում եվրոպական քաղաքակրթության հիմնադիրներից հիմնադիր ազգերից, հա, այսքանն է մնացել։ Շատ չեն իրականում հայերը, հույները երևի թե ով է իտալացիք։ գնահատում դրական հաշվի առնում, բացի մենք դե գիտենք։ Չէ, մենք Հայաստանում իդեպ չգիտեն։ Հաշվի Ու ոչ էլ չեն գնահատում։ Չեն գնահատում, ոչ էլ հաշվի են առնում, ստեղի քաղաքական էլիտան կամ ուզում է ռուսի խալոպ դառնա, կամ ասենք թուրքին օքյար, չգիտեմ, իրանք ուրիշ ձև չեն մտածում։ Իսկ ով է գնահատում։ Եվրոպացիք չեն գնահատում, եվրոպացիք ասում են, նու եվրոպացիք լավն է, լավ չի տենց հնչում, եվրոպացիք տենց որ ասում ես, մարդիկ չեն հասկանում։ Ոչ էլ ուզում եմ օգտագործեմ deep state-ը։ Այսինքն եվրոպական ողնաշարը, այն որ Եվրոպայի հիմքն է, սյունն է, կայունությունն է, այդ ինչ որ ես կոչում եմ Եվրատլանտյան այդ բանը, իրանք ոչ միայն գնահատում, իրանք այլ տարբերակ չեն տեսնում։ Այսինքն իրենց համար շատ ակնհայտ է, պարզ է, որ Հայաստանը այլևս չպետք է բանանի, որտեղ ասել եմ ձեր եթերում եմ ասել, վերջին անգամ իրանք Անտանտի ժամանակ Հայաստանը, չգիտես ինչի, լսեցին Հայաստանի ղեկավարությանը շան տեղ դրեցին դաշնակներին, ասին լավ դուք որոշեք, սրանք հոп բանալին ասին դե Սևրի պատրվակով հանին հանձնվան ռուսների։ Իրանք հասկացան, որ վերջ, չկա տարբերակ, պրծավ, էլ ոչ մի մանկապարտեզի խաղ բան չկա, հիմա էսա ու էս մնում է, վերջ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Կարեն Սարգսյանի հետ, սոցիոլոգ վերլուծաբան։ Գոհաբանության օրը նոյեմբերի 27-ին Հռոմի Պապը ժամանեց Թուրքիա։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն էր։ Նա մի շարք հետաքրքիր հայտարարություններ արեց, գովաբանեց Թուրքիայի պատմական դերը, նա ասեց դուք կամուրջ եք արևելքի, արևմուտքի կրոնների, մշակույթների միջև։ Իմացանք, որ այսպես է նշված, համաձայն արարողակարգի նա այցելել է Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարան, հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ եւ նշված է, որ նախատեսվում է Հռոմի Պապը կայցելի Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ կհանդիպի Սահակ պատրիարք Մաշալյանի հետ եւ կաղոթի Սուրբ Աստվածածնի հայկական տաճարում։ Եվ այսպես Հռոմի Պապի այցը Թուրքիա։ Ինչպես է գնահատում։ Շատ դրական։ Ասեք։ Շատ դրական, որտեղ դուք եթե այս կամ այն կերպ փորձում եք վերլուծել իրականությունը, որում մենք իրականում ապրում ենք, Վատիկանի եւ Վատիկանի գրադարանների եւ արխիվների դերը դուք չեք կարող թերագնահատել։ Եվ Հռոմի Պապի այցը Թուրքիա իրականում շատ դրական է, որովհետեւ ավելի լավ է նմանատիպ այցեր լինեն եւ այդ այցերի շնորհիվ ինչ որ բան քննարկվի, քան հետո բան տխրոպատարակներ հնչեն։ Այսինքն ես ընդհանուր առմամբ կաթոլիկ եկեղեցու դերը շատ բարձր եմ գնահատում հիմա, մանավանդ, որովհետև ինքը համ ուկրաինական պատերազմից վեր է, այսինքն ոչ ձեր բան չի անում, համ այս կամ այն կերպ փորձում է պատասխանատվություն ստանձնել այդ փոքր եկեղեցիների համար։ Մասնավորապես Վատիկանի դերը մեծ էր նաև Իսրայելի այդ կոնֆլիկտի մեջ, որտեղ ինքն ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում եւ գործողություններ են անում, որոնք դրական են անդրադառնում քրիստոնեական համայնքի վրա, թե Գազայում, թե Իսրայելում։ Ամեն դեպքում կաթոլիկ եկեղեցին քրիստոնյա եկեղեցիներից ամենահզորն է եւ ինքը ունի այն մանկական հիվանդությունները, որոնք ցավոք սրտի հայ առաքելական Սուրբ եկեղեցին ձեռքաբերի անկախությունից հետո ինքը պետականությունը շատ վաղուց կաթոլիկ եկեղեցին ունի սեփական պետականություն եւ այդ բարդույթները, այդ կոմպլեքսները, բան աբիժնիկի, բան ես եմ, չէ, բան դա ինքը չունի։ Ինքը իր պետականությունը ունի, ինքը բոլոր մնացածի հետ աշխատում է, ասենք, որպես ենթակա ինքը ցանկացած քաղաքական, քաղաքացիական կամ ոչ քաղաքացիական պետության մեջ հա կարդինալ, որը աշխատում է նորմալ է։ Ինքը աշխատում է, բայց չի փորձում իշխանությունը վերցնի իր ձեռքը, ոնց որ բանն է անում։ Երբևիցե լսել եք, որ կաթոլիկ եկեղեցու կարդինալները կամ եպիսկոպոսները կամ արքիեպիսկոպոսները կանգնեն ասեն, այս վարչապետին մենք վերջի անգամ երևի տենց բան ա եղել, Ֆիլիպ 4-րդի ժամանակ ա եղել տամպլերների, այսինքն բան չի էլի։ Ինչ վերաբերվում է Մաշալյանին հանդիպելու, ես պետք է ասեմ, որ երբ Հռոմի Պապը ընտրվեց, այս առաջի հանդիպումը, որը Վատիկանում անցավ եւ առաջի աուդիենցիան, որ ինքը տվեց, դա հայ կաթոլիկ եկեղեցու կարդինալն էր եւ հայկական կաթոլիկ դպրոցի սաները։ Այսինքն կա այդ բան պահպանվում, ինքը պահպանում է, ինքը Թուրքիա այցելում, բայց ինչով է սայական, Թուրքիան քրիստոնեական երկիր չի, բայց ինքը գնում է Թուրքիա եւ քրիստոնեական բաներից ինքը հանդիպում է իր
կոնտրագենտների բարձա չի նշվում, բայց հանդիպելու է նաև երևի թե չեմ պնդում, չեմ խորացը բանի հետ հունական եկեղեցու եւ հայ-արաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքի հետ։ Ի վերջո ինքը չէր կարա չգնար Անկարա, որտեղ Անկարան մայրաքաղաքն է, իսկ ինքը պետության ղեկավարը։ Ինչի համար եմ ասում Վատիկանը պետությունը, ինքը պետության ղեկավարը, ինքը չկարա բանանի, տենց, չէ, կարա ինչ-որ այլ այցով անցնել, բայց ինքը ղեկավարը։ Դա ինքը պետք է գնա այդ երկրի մայրաքաղաք, արարողակարգով կարա գնա նաև բանի նորմալ։ Բայց ինքը հետո գնում է Պոլս։ Իսկ Պոլսը քրիստոնեական առումով Հռոմից հետո երկրորդ քաղաքն է։ Ինչ-որ տենց է։ Այսինքն ինքը գնում է երկրորդ քաղաք։ Բայց չգիտեմ, կարող է այնտեղ նշվելա, որ ինքը հայ-արաքելական եկեղեցու հետ աշխատելու է, չգիտեմ, պատարակ բան։ Չգիտեմ, Այա Սոֆիա կգնա թե ոչ։ Բայց էլի կարող է հայտարարություն լինի, կարող է։ Ստամբուլի կապիտմուսկի թե գնալու։ Այո, Ստամբուլ չի։ Կոնստանտինոպոլսը։ Պոլսը։ Ստամբուլը առաջացել է անգրագիտությունից։ Հունական Էստամպոլես, այսինքն արի գնանք քաղաք ֆրազան, դարձել է Ստամբուլ։ Որում Պոլիսը, քաղաքը, դա Պոլիսը, չէ, Պոլիսը է, դա հունական, հին հունական բառ է դա։ Դա գիտենք, բայց դե այդպես է։ Բարի Ռուսաստան-Ուկրաինա, մի երկու բան ընթերցեմ։ Գերմանիայի կանցլերն էր հայտարարել, որ ասում է Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը չի կարող մշակվել, եթե Եվրոպան չհաստատի իր շահերը, որովհետև Ուկրաինայի շահերը նաև Եվրոպայի շահերն են, Կասպարովը շատ հետաքրքիր ելույթ ունեցավ, չգիտեմ հետևել եք թե չէ, իմաստը հետևյալներ Ուկրաինայում շատ ուժեղ ամոթանք տվեց, նա ասեց Ուկրաինայում նրանք մահանում են նաև Եվրոպայի համար, նա հիշեցեց, ասեց ՆԱՏՕ-ն ստեղծվել է Ռուսաստանին կանգնեցնելու համար եւ հիմա նրանք հանձնում են Ուկրաինան, դուք պատրաստ չեք կռվել, իսկ նրանք կռվում են, ասաց նա։ Թրամփը, հիմա տեսնենք Թրամփը ինչ է ասում։ Թրամփը ասում է Ռուսաստանի ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունը զիջում է։ Նրան հարցրեցին, թե ինչումն է Ռուսաստանը զիջում, նա պատասխանեց. որոնք են Ռուսաստանի զիջումները։ Թրամփը պատասխանում է, նրանք արդեն զիջումներ են անում, նրանց մեծ զիջումն այն է, որ նրանք դադարեցնում են մարտական գործողությունները, չեն գրավում ավելի շատ հողեր։ Ուկրաինան շատ ավելի փոքր երկիր է։ Ռուսաստանը իհարկե շատ մարդկանց է կորցրել, բայց նրանք ունեն շատ ավելի մեծ մարդկային ռեսուրսներ։ Երեք Միլովին էի լսում, այդ ռուս ընդդիմադիր գործիչը, որը հիմա տնտեսական վերլուծություններ է անում։ Ինքը մի հատ բան ասեց, չեմ հիշում, բայց սովետական միությունում Брежневի մասին բան կար, տենց ասացված կրպտ ռուսերենով ասում, Брежнев умер, но тело его живет։ Ինձ այսինքն Брежневը մահացել է, բայց մարմինը հլա ապրում է, այդ որ ուղեղը թռել էր Брежневի։ Հիմա մոտավորապես նույն բանը կարելի ասել Թրամփի մասին։ Թրամփը ընդհանրապես չգիտի ինչա կատարվում։ Խիստ կասկածում եմ, որ ինքը տեղյակ է ընդհանրապես ինչ որ մի բանից, բացի իր գոլֆի կլուշկեկից։ Այ լուրջ եմ ասում, որ նստես հետ խոսես կարող է պարզվել, որ ինքը տենց չգիտի որտեղ է։ Ինքը շատ նման է մարդու, ով լրիվ ուղեղը թռցրել է։ Այսինքն բացակա է։ Նմանատիպ կլինիկական հիմարություն դուրս տալ, որ Ռուսաստանը ուրեմն առաջա գնում եւ գնում է զիջումների եւ Ռուսաստանի զիջումը դա այն է որ ինքը ուրեմն Ռուսաստանը ինչ եմ ասում կլինիկական ապուշ է Թրամփը եւ Թրամփի կողքը կանգնած մարդիկ չեն նրանք սրիկա են Թրամփը ապուշ ուրեմն ամառվա ընթացքում այս որ հույ բու ես վերստենք բան ամոթ նույնիսկ այս տարվա չէ այս տարվա 0.4% են վերցրել Ուկրաինայից 0.4% տարածքով զոհվածների թիվը պաշտոնապես հաստատված ինչ որ 160,000-ից անցել է
չկա, в общем, դու պետք է լինես կլինիկական հիմար Տրամպի նման, որ տենց ապուշություն դուրս տաս։ Ոնց է գնահատում ընթացքը։ Ընթացքը հետևյալն է, պատերազմի ձևը փոխվել է, հրետանու դերն էլ նույնիսկ չէ, դրոներով, ինֆիլտրացիաներով ձևն է փոխվել պատերազմի, այսինքն եթե ժամանակին, երբ որ մենք խոսում ենք առաջնագծի մասին, մենք խոսում ենք հրամատների մասին, ստեղ ուկրաինացիներն են, ստեղ ռուսներն են, իրանք տենց ուռա գոռալով էսկոմ են կոմեն, հիմա տենց չի, հիմա չկա այդ բանը, հիմա առաջնագիծ կոչվածը 10-20 սանտիմետրանոց սենց 20 կիլոմետրանոց ինչ-որ շղթա է դիրքերի, խրամատների, անտառների, որտեղ խառը լցված են ստեղ կարող է ուկրաինացիներ լինեն 300 մետր են կողմ ռուսական դիրքն է, այդ ռուսական դիրքից ավելի խորը դեպի ռուսական կողմ մի հատ էլ ուկրաինական դիրք լինի, այնտեղ մի հատ էլ ռուսական դիրք լինի, խառը լցված են, ով ում բռնում սպանում է։ Հիմնականում թեման հետևյալն է։ Պոկրովսկը, կրկնում եմ ինչի եմ ասում, Պոկրովսկը վերցնում էին անցած տարվա աշնան սկզբից։ Դուք հասկանում եք։ Այս Պոկրովսկը, որ վերջը հեսա հունիսին վերցրել ենք Պոկրովսկը, Կուպյանսկը, բան, անցած տարվա հունիսից։ Դուք մոտավորապես պատկերացնեք հիմարության մասին է խոսում Տրամպը։ Պարոն Սարգսյան, հիշեցնեմ նորից Կասպարովի ձևակերպումը, հարցնեմ ինչու է նա այդպես խիստ, նա դուք ասում եք դուք հիմա հանձնում եք Ուկրաինան, Որովհետև ամերիկացիների դիրքորոշումը մեծ հաշվով հետևյալն է։ Վիտկոֆը, որը անշարժ գույքի եւ ձեռի հետ Ռուսաստանի գործակալ է, սրիկայաբար Ամերիկայի Միացյալ Նահանգներ ծախելով Տրամպի խաչով թաղեց նաև Ամերիկայի շահերը եւ ծախվեց Ռուսաստանին։ Այս պարագային ամբողջ աշխարհը ապշած ամնաց, որովհետեւ ինչ որ բանի են մանուկ տարիքում ձիվան բռնաբարող J.D. Vance-ի ընկերնա գալի, ինչ որ բաներով խոսում է, բայց վերջ տանք էս բանին պատերազմի նարագի մեջ էսի փագեք բան շուտ դե ծախում են, ինչ եք ուզում, ծախում են, այնքան վատ են ծախում եւ այնքան խայտարակ վիճակ է, որ ուշադրություն Major Retailer Green-ը դուրս եկավ, իսկ դա մագա շարժման հիմնադիրն էր, Այն մարդիկ ովքեր հետևում էին Ամերիկայի ներքին քաղաքականությանը, հիմա էլ, չեմ հիշում, Վիսկոնսինի, եթե չեմ սխալվում, կոնգրեսական եւս հանրապետական, էլ ասում ասա խայտարակություն է, դուք ծախել եք Ուկրաինան, Ամերիկայի շահերն եք ծախել, ես էլ եմ մեծաճյուղ հավանականությամբ դուրս գալի։ Սա նշանակում կարող է հունվարի 6-ից 10-ից հետո Տրամպը կոնգրեսում մեծամասնություն կորցնի, հələ ընտրությունների մասին ձեն չկա, այդքան վատն է վիճակը։ Բայց նաև գնում է այդ ռիսկին։ Չի գնում այդ ռիսկի, Նոբելյան մրցանակ է ուզում, այդ ճիշտ։ Վերջի օրը հունվարի 1-ն է, ինքը պետք է թուղթը ստորագրել տա, մինչև ասենք դեկտեմբերի 10-ը, որ հետո հավաքի այդ իր նոքյարներին, որ սարքեն այդ դիմումը ուղարկեն Օսլո։ Դրանով եք պայմանավորում, թե Միանշանակ։ Պուտինի հետ ինչ։ Չէ, այդ ինքը Պուտինի հետ 90-ականներից Ռիբալովը իր տունը առել է 90-ականներին սա ռուսական մաֆիան ու բանը ապրում էին իր Տրամփ թավերներում, այդ բոլորը գիտեն եւ բոլորը թքած ունեն։ Մի մոռացեք, Տրամպը հանդիսանում է դատարանով հաստատված հանցագործ։ Ինքը հիմա նստած չի, որովհետեւ գոյություն ունի նորմ ամերիկյան օրենսդրությունում, որ նախագահին չես կարող նստացնես։ Էտա միակ պատճառը։ Ինքը ուզում է, որ այս թեման շարունակվի, ինքը ոչ թե պատմության մեջ մնա քրեական հանցագործ 32 կետով մեղադրված, որը չնստեց, որովհետև նախագահ ընտրվելուց հետո էլ տվեց այլանդակեց, ինչին կպավ սաղապականվեց։ Ոչ միայն ասենք իր վիժվածքներին լիքը փողի հնարավորություն տա եւ կաշառք հավաքի սաղ աշխարհից իր հիմնադրամներում, այլ նաեւ Նոբելյան մրցանակ ստանա, որ ինքը մաքրվի նրանից, որ ինքը քրեական հանցագործ է եւ չի բացառվում, բայց չի էլ հերկվում, որ Էփշտեյնի կղզում անչափահաս աղջիկների է բռնաբարել։ Չի հերկվում այդ փաստը։ Եվ էսա ամբողջ պատճառ Տրամպի մոտիվացիան ինձ համար շատ պարզ է, դրա համար եմ ասում, բեդովլատ, ապա պետական։ Ինքը եւ պետականությունը կապ չունեն։ Սենց ասեմ, որ պատկերացնեք Տրամպի համեմատ Նիկոլը Շարլ դե Գոլը։
Տրիպի հետ կապված են անհանգստություն հայտնում շատերը, երբ որ ասում եք էլի նորից հետ են գալիս, հանձնում են Ուկրաինան, հանձնում են ում Ռուսաստանին։ Իսկ տրիպի հետ կապված արդյոք վտանգներ կան։ Իհարկե կան, տրիպը մեծ հավանականությամբ կմահանա անմիջապես Տրամփից հետո։ Դրան պետք է պատրաստ լինել։ Տրիպի մասին է խոսքը։ Այն կիսահաղորդիչներ բան է ուրիշ թեմա է։ Տրամփը փորձում է Հայաստանի եղած ռեսուրսը փոքր է, բայց ինչ կա, ուրիշ տեղ իրեն չեն թողում, տանի դնի իր ընտանիքի տակ երևի, չգիտեմ, որովհետև չկա այդ փաստաթղթերի մեջ, որոնք որ բան են, որովհետև ամերիկյան պետական աջակցություն կամ պետական մասնակցություն։ Գոյություն ունի մասնավոր ընկերություններ։ Մենք գիտենք, որ կան մասնավոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են մեզ մոտ բարձր տեխնոլոգիաներով, բան իրանք ծրագրավորման ընկերություններ, ժամանակ առ ժամանակ խոսքը վերադառնում Amazon-ին, որը AWS-ն ուզում բերի դնի։ Ինչ sense բաներ, Հայաստանը հետաքրքիր է դառնում։ Էներգետիկան, որ ասենք, չգիտեմ, միջուկային կայան պետք է դնենք մոդուլային ռեակտորներ եւ այլն, բայց ասենք արանքում ինչ է, մի հատ երկիր է, որի ղեկավարությունը իրանից շատ շնորհակալ է երևի, հələ որ, դա խի չէ որ ընդհանուր առմամբ Տրամփի ընտանիքից պետք է շատ հեռու խաղալ։ Այդ տարբեր Վիտկոֆներից, Կուշներներից, բարոններից, բաներից այդ Տրամփի ընտանիքը դա ահավոր տոքսիկ մի բան է։ Այստեղ ձեզ կհարցնենք, ասեն Տրամփից ասում եք հեռու մնա, բայց եվրոպական երկրները ոնց որ թե ինչ որ ավելի пассив չեն դարձել այս վերջերս։ Ինչով է պայմանավորված։ Նույնը տրիպում իրենք ոնց որ թե չեն երևում, ուրիշ հարցերում էլի նորից չկան, Մերսի, շատ կայֆ հարց է, շատ շնորհակալ եմ, նորից որովհետև վաղուց չէի ասել։ Տեսեք, տրիպի տնտեսական հիմնավորումը գոյություն չունի։ Զրո է դրա տնտեսական արժեքը։ Զրո։ Եթե ոչ մինուս, իրականում մինուս, որովհետև ահռելի մեծ ներդրումներ պետք է արվեն, որ ոչ միայն Հայաստանում, ոչ միայն տրիպը, ջհանդամ է տրիպը, ասենք, բանը, եթե մեր պաշտպանական դիրքերը կարողանանք մենք նորմալ սարերում կառուցենք, դա թքած դրա վրա, այլ նաև որպեսզի այդ տրիպին ինչ-որ բան բերես մոտիկ, ահռելի ներդրումներ են պետք, որոնք որևիցե կերպ չեն արդարանում, ուղղակի չեն արդարանում, չկա տենց բան, նայում ենք աղբերտը նայում ենք էլի տեսնում ենք ինչ կարա բան անի, օրինակ չգիտեմ, ասում են Կասպից ծովում կա բան, Շարդենիզում կա գազ, որը Ադրբեջանը գնահատել է 1.7 տրիլիոն խորանարդ մետր, որևէ փաստաթղթային ապացույց, որևէ իրան հարգող ինստիտուտից չկա, բայց նույնիսկ լավ, գիտեք ինչքան է տևում այդ գազային նմանատիպ հանքերի աշխատելու, 10-ից 12 տարի, ինչ Տրամփ, ինչ տրիպ, ինչի ենք հիմա ինչ-որ տեղ տալի ադրբեջանցին, որ կարող է 10 տարի հետո ընդեղից գազ անել։ Ապրանքաշրջանառությունը, ասենք, լավ, օքեյ, Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հասկացանք, օքեյ, ընդունեցինք, որ կարող է 10 ֆուր գնա գա, 10 ֆուրը 200 տոննա է, 20,000, 30,000 մարդու համար դրանց ավելի ինչ է, մեկը չեք թողելու զենքը գնա գա, 20,000 մարդ ապրում քաղաքացիական, որոնք հիմա առանց այդ Ադրբեջան գնալ գալու հանգիստ ապրում են, ինչ մի, որտեղ է այդ ֆինանսավորումը, չէ, ֆինանսի հիմնավորումը, որտեղ է, ինձ ասեք ես ասեմ։ Դա տրիպի թեման դուք նայեցիք, ես եվրոպացիների թեման էի։ Դեք եվրոպացիքն են հաշվում, որ մեջ փողը կմտնեն, բան չի, ասենք փող կա, չեմ, իրանք ուրիշ հաշվարկ ունեն, իրանց հաշվարկը էդի Եվրամիություն Հնդկաստանն է, իդեպ որտեղ որ հիմա ակտիվորեն սկսում են աշխատել, ասեմ, ուղղակի մերոնց որ հասկանան, հա, Volkswagen-ը, Renault-ն, բանը, բոլորը Հնդկաստանում դնում են գործարաններ, խորը արտադրությունը, այդ թվում ամերիկյան ընկերություններ, Chevrolet-ն բանը, General Motors-ը եւ General Motors-ը իր Chevrolet-ով բանով գալիս մտնում է։ Այսինքն, ստեղ Հնդկաստան կա։ 1.4 տրիլիոն եվրո կա պիկի վրա, ասենք 10 միլիարդի համար, թաթախվել, ստորագրվել, մտնել Տրամպը ըստ Խասյաթի կփաթի սաղ կթողի եվրոպացիքի վրա, ոնց որ Ուկրաինայում արեց, ինքը գրաղը կքաշվի, իսկ սենց նաև Հայաստանի իշխանություններին մի թեթև տենց կարգի են հրավիրում, ասում են լավ տղեկ, որ
Ինչների վրա եք հույսը դրել։ Այդ փաստաթղթերի տակը հիշում եք, չէ՞, այդտեղ կարդում էինք։ Այն վերջի կետով գրած է, ոչ մի նշանակություն չունի, ինչ որ ասել եմ, սա սուտ է, լեզուս կծել եմ, մատերս խաչ եմ արել, հնձի փող կտակ, դուք ինչ ուզում եք արեք։ Հետո որ շատ մեծ խնդրեմ լինի կզանգես, կարող է բարեաճեմ պատասխանեմ, եթե գոլֆ խաղալուց չլնեմ։ Ասենք պարզ է, չէ՞ որ եվրոպացին չի խառնվի դրա մեջ։ Այնտեղ ուրիշ հարցեր կան, դե կա կիսահաղորդիչ բան է, այնտեղ ավանդաբար ասենք, չգիտեմ, ամերիկացի ուժեր են, կա էներգետիկա, որը էլի, բայց ես վստահ չեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամպից հետո մանավանդ այս կոնգրեսի թեմաներից հետո որ սենց ա լինում, որ կարա գնա հիմա հակամարտություն կոնգրեսի եւ նախագահի միջև ընտրությունները։ Դա ավտոմատ կարող է բերի, որ կոնգրեսը եւ սենատը անցնեն, այսինքն ներքին պալատը եւ սենատը միասին անցեն դեմոկրատներին եւ նախագահան մնա մենակ մինուճար։ Եվ ասենք, չգիտեմ, Տրամպի անունը լսելուց բան անեն, վատ բաներ անեն, պատերին վատ բաներ գրեն։ Ու այդ պարագայում ինչ անելու Նիկոլ Փաշինյանը։ Գնա ասի, ես եկել եմ Տրամպի ճանապարհի համար փող ուզեմ, տենց մի թքեք վրես, կհասցնի ասի, կարող գցեն ոտերի տակ։ Որտեվ Բայդենի ադմինիստրացիայի ժողովուրդը կանգնեց ասեց, այդ ինչ որ դուք անում եք հիմա Տրամպի հետ, Հայաստանի անվտանգության հետ ոչ մի կապ չունի, ու ճիշտ են ասում։ Սա կապ ունի ինչ որ տնտեսական զարգացման հետ, ինչ որ հնարավոր պոտենցիալ, որտեղ դա կիսահաղորդիչներն են, դա էներգետիկան է, որը որ պետք է գա, բերի, լցվի, բան, հարց, էս կա։ Բայց դե լրիվ տրամաբանորեն Բլինկենի բանը ասպետք մենք ձեր անկախության եւ անվտանգության հարցը ենք փորձում լուծեինք։ Այդ կա ու կա։ Ասենք դուք ոչ մի տեղ չեք կորում, դուք հայ եք, ձեր IQ-ն գիտենք ինչքան է։ Դուք խնդրեմ չունեք, կգանք կանենք, բայց փորձենք հասկանանք ինչ է կատարվում։ Սահմանները ձեր հասկանանք ոնց ենք պահում, ոնց ենք անում, որ ձեր վրա չհարձակվեն։ Այսինքն խնդրեմը որն է, Տրամպին գնում ես թուղթ ես ստորագրում, ոչինչ չես, ինչ եմ ջղայնանում։ Այն նստած ես կաբինետում։ Լավ ջհանդամը, այդ ոնց որ շոպլիկություն ես անում, Պուտինին դիսես բաներ ես անում, նույն ձև Տրամպին աներ։ Ասիր, աղբորպես, այն բեղավոր անասունին ասա թող ես թուղթը ստորագրի, թող տարածքից դուրս գա։ Թե չեմ անում։ Տղա ջան, գնաց է հասել ես, լավ ջանդամը տենում ես սխմում են, էշություն են դեմ տալի, որ դու ստորագրես։ Հեմի ձև արա։ Ականջին պսպսա, սա հենց նոր մատով քեզ ֆակտ ցույց տվեց այն բեղավորը։ Դուք օրինակ կանեիք։ Միանշանակ Մելանիային ծաղիկ կտանեի ամենաառաջի հերթին։ Նվազագույնը, հա։ Որտեւ այն է հարց լուծողը, նրա մոտիկ ընկերուհիներ ուկրաինացի է։ Գնում ես այդ ուկրաինացի աղջիկները աղջիկին ծաղիկ ես տանում։ Այն ուկրաինացին ինչի է բերել հասցել, ինչի է թույլ տվել կամ Դե գիտեք ինչ կա։ Հասնի սրան գործը։ Դե գործակալ փող էր, հիմա մոտիկ ընկեր ինչքան է մոտիկ ուզում ես ընկերության։ Դրուժբե տավաչոկ վռոզ։ Ով է շահում այս ամբողջ պատմության մեջ Պուտինը, պատերազմի շարունակությունից։ Տրամպի ընտանիքը, իրանք փող են աշխատում սրա վրա, իրանք արյան վրա փող են աշխատում։ Եվ ցավոք սրտի այս տրիպը որ կա, դա էլ է դրան վերածվելու։ Իրանք չեն հասկանում։ Ինչին է վերածվել։ Վերածվելու է փող աշխատելուն, բայց շատ կոնկրետ մարդկանց։ Ոչ Հայաստանի Բացառվում է, չէ՞, մենք ունենք տամելը 40 կիլոմետր տեղ, որը որ պատրաստվում ենք ինչ-որ կերպ բան անել։ Ինչքան փող էլ տան, էդի կոպեկներ։ Okay, եթե մենք կարողանանք Մեղրիից Երասխով դեպի Գյումրի հանենք, բայց այդ նշանակում է, որ մենք ամբողջ երկաթգիծը պետք է խաղից հանենք։ Դա 28 թիվ է։ 28 թիվ, կրկնում եմ 28, 2-8։ Էդի 24 թվից հետո 4 տարի հետո է։ Այսինքն 28 թվին մենք նոր կարողանանք երկաթգիծը հետ ստանանք։ Իրեք դա ինչ է նշանակում։ Տրամպ չի լինելու, ուղղակի չի լինելու։ Փաշինյան լինելու։ Ախր Աստվածտա Փաշինյանը 300 տարի ապրի, որ ամոթից գետինը մտնի ամեն անգամ, որ տրիպը չաշխատի։ Բայց դա խնդիրը նրանում չի, Տրամպ չի լինելու։ Այսինքն այդ երկաթգիծը որ չաշխատեց, ադրբեջանցիք որ խապեցին, ադրբեջանցիք որ ասին, «Բայց վինից тут не получилось», да, вот Յանի ինչ է սանը։ Տարբերակ տրիպ չի լինելու ասում եք, վերջին հարցն է, տարբերակ տրիպը լինելու է, բայց լինելու է Պուտինի առաջի տառաս։ Հա, այդ մոմենտով։ Տրիպ։ Չէ, չի լինելու։
Ռուսաստան չի լինելու մինչև այդ հզորության, որ կարողանա իր սահմաններից դուրս նմանատիպ օպերացիաներ իրականացնել։ Որովհետև դա մենակ բանը չի, դա ամենակ այդ կտորը չի։ Այդ ապրանքաշրջանառությունը դու պետքա ճնշես, որ այդտեղով անցնի, բայց փող չկա։ Հասկանում եք, Պուտինը այդքան փող չունի, 100 միլիարդ ընդեղ են սարեցրել, հաստատել են, որ 50 միլիարդ յուկոսի բաներով պետք է տա, ձև չունի։ 320 միլիարդ սարեցված է եվրոպական բանով, Աստված գիտի ինչքան է փող սարեցված ընդեղ, ամբողջ տանկերների նավատորմը պատժամիջոցների տակ է։ Դե գնացեք ու հասկացեք, այդ փող չկա, իրոք չկա է։ Այնց չի, որ բան ենք ձև ենք թափում։ Սա բոլոր մարզերը բանով են, դեֆիցիտով են։ Ինքը պետական դեֆիցիտով է, ինֆլյացիան է, բանն արավ։ Չէ, ես հասկանում եմ, որ ինքը կարող է ախորժակը ունենա։ Բայց դե տենց հո չի, ես ենք ախորժակը մի բան է, բայց կոնկրետ են, պույպույ մկնիկի պես մտնելու է բանի մեջ։ Նայենք ոնց են գործընթացները գնալու։ Լավ են գնալու գործընթացները։ Կարծում եք։ Միանշանակ։ Չէ, ժողովուրդ, իրականում գործընթացները լավ են գնալու։ Քաոս է, թե հասկացվում է այնուամենայնիվ։ Ու համար։ Ձեզ համար, դուք Իմ համար չէ։ Ինչը չէ։ Իմ համար քաոս չի։ Իմ համար դե մասնագիտական բան է։ Գծերը տեսնում եք։ Հա, մասնագիտական բան է, տեսեք, շատ հաճախ դուք որ ամբողջի մեջ եք, օրինակ մեծ համերգական ֆուտբոլ է, բայց հələ չի սկսել։ Դուք տեսնում եք, որ մարդիկ ինչ-որ սենց աչից ձախ են վազում մեծ, իրար բրբրտելով, գորալով, ծիծաղալով, բանալով, ընդեղ կռիվ են անում, ընդեղ երեխա է լացում, ընդեղ մեկը արդեն հարբած է, ռևերս է անում, ընդեղ մեկը գարեջուրը պահած թափվում է, քֆուրա տալի գորգրոցում, ու ձեզ թվում է, որ այդ քաոս է։ Բայց դուք գիտեք, որ այս ամբողջ, դուք գիտեք, որ այս ամբողջ բանը, ամբողը իրականում շարժվում է այս կետից դեպի մրցադաշտ։ Տրաֆիկ այսինքն։ Հա, բայց ինքը քանի որ չի սկսել պանիկա չկա, որ բոլորը վազեն ու փառք Աստծո որ պանիկա չկա։ Ինքը ոնց որ ամեն բրոունյան շարժման նման բան է, բայց ընդհանուր գիծը ընդեղ է։ Ու դու ոչ մի բան դրա հետ չես կարող անես։ Եթե դուք ես ինչ եմ ասում, դուք մեջտեղն եք այդ process-ի։ Դուք ոչինչ չեք կարող։ Ոտի տակ ես ընկնում։ Այ որ փորձես ուրիշ բան անես, ոտի տակ կընկնես, բայց քանի որ դա համերգա կամ ֆուտբոլային բան է, վերևից նայում են դրոնա կախած ոստիկանություն կա, շտապ օգնության բժիշկներ կան, այսինքն որ տեսնան որ քեզ գցեցին ոտի տակ ու որովդ գնում են, կգան կհանեն, դեղ կտան, արախ չեն տա, կարող ուտելու բան տան, եթե ուշքդ գնացել է, բայց ամենը չեն թող, այդ եմ ասում, որ դու ոչինչ չես կարող անես դրա հետ։ Կառավարվող քաոսա, թե հետևվող քաոս։ Կարգավորվող է, բայց ինքն է կարգավորվող է եւ դա ավելի շուտ կներեք արտահայտությունից համար ֆիզիկ ընկերներից թողինցներ են, այս բանից է, կվանտային ֆիզիկայից է մի քիչ, ոչ թե բաներ, մեխանիկայից։ Այսինքն այդ process-ը, այդ որ դու ստեղից գնում ես, այդ այլ բանով է կարգանում, գրավիտացիոն ուժերի տակ ես գնում, բան չունես անում, չես կարող, դու հա ասենք կարող։ Հիմա տեսեք, մենք նստած ենք, չէ՞, խնդալու բան, բայց մենք շարժում ենք 30 կմ/վ արագությամբ։ Ընդ որում կարող է գլխի վայր ենք։ Հնարավոր է, ոչ մեկ չգիտի գլխի վարևորն է իներցիոն սիստեմա, այդ նայած ում համար ում համեմատ ես գլխի, Ավստրալիայից մեկի համար դու հիմա գլխի վայր նստած կայֆոտ ես դնում։ Էդ է հարցը։ Այսինքն մենք շարունակենք լայնա պետք նայել։ Չվախենալու թեման էդ է, որտեղ մի վախեցեք, ամեն ինչ արդեն եղել է։ Շնորհակալ եմ, նոր բան չկա։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահը ինչպես միշտ դուք եք։ Ես Այդ պլատֆորմի հավաքներ անցկացնում եք թե չէ, մի երկու խոսք էլ դրա մասին խոսենք եւ մի պահ ամառը շատ ակտիվ էինք, ամեն շաբաթ անցկացնում էինք։ Հիմա արդեն ոնց որ այդ նպատակը որի համար որ հավաքվում էինք արեցինք, հիմա այդ խմբերն են աշխատում բնապահպանական, առողջապահական, կրթական թեմաներով խմբերը հիմա աշխատում են, որպեսզի մենք ինչ-որ պատրաստի ծրագրային կոմպոնենտ ունենանք, որը նաև ընտրություններին առաջ կտանք։ Ներողություն, ընտրությունների մասին խոսեցիք, ինչ է նշանակում առաջ։ Դե շատ հնարավոր է, որ մենք ստիպված լինենք արդեն գնանք որպես քաղաքական ուժ։ Ոչ թե այս պլատֆորմը, կուսակցություն ստեղծենք քաղաքական։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը, մենք փորձեցինք ամփոփել շաբաթը եւ ստանալ պարոն Սարգսյանի մեկնաբանությունները։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։